Փառք Հիսուսին, սիրելի Աստծո ժողովուրդ։ Տերը խոստացել է, որ լինի մեզի հովիվ եւ մենք նրան հոտ։ Եվ մի գեղեցիկ օր, ինչպես անցած անգամ ասեցինք, Հիսուսը կհավաքի տարբեր ծայրերից, տարբեր երկրներից իր հարս եկեղեցին, եւ մենք երկնքում կդիմավորենք նրան եւ գրված է միշտ նրա հետ կլինենք ամպերի մեջ նրան դիմավորելուց հետո փառք Տիրոջը ամեն մեկս ոմանքս ստիպված ոմանքս ինչ-ինչ պատճառներով երկրի տարբեր ծայրերում ենք ապրում, բայց Քրիստոսը մեզ միավորել է, օրհնյալ է Հիսուսը, փառք նրան։ Ես ուզում եմ կարդալ Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ, ամենաշատ խոսացված Հիսուսի պատմած առակներից մեկի մասին, որի մասին շատ են եղբայրությունը խոսել, պատմել, մեկնաբանել, այս առակի մասին մի կարճ ուզում եմ բան ասել, գրված է 15-րդ գլուխ 11 համար, եւ ասեց մի մարդ երկու որդի ուներ, եւ նրանցից փոքրն ասեց հորը. հայր, դուր ինձ ինչ որ բաժին կհասնե ինձ ստացվածքիցդ, եւ նա ապրանքը բաժանեց նրանց, եւ շատ օր չանցած փոքր որդին ամեն բաները ժողովեց, հեռու երկիր գնաց, եւ այնտեղ իր ստացվածքը վատնեց անարակ ապրելով, եւ երբ որ բոլորը հատցրեց, սաստիկ սով եղավ այն երկրումը, եւ ինքն սկսեց չքավորել, եւ գնաց այն երկրի քաղաքացիների մեկի մոտ, եւ նա նրան ուղարկեց իր հանդը, որ խոզ արածեցնե, եւ նա ցանկանում էր իր փորն լեցնել այն եղջյուրներովը, որ խոզերը ուտում էին, բայց ոչ ով չէր տալիս նրան, եւ ինքն իրան գալով ասեց. քանի վարձկաններ ունի իմ հայրը հացով լցված, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ, վեր կենամ, գնամ իմ հոր մոտ, եւ նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջին, եւ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ քո վարձկանների մեկի պես արա։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այս առակի մեջ յուրաքանչյուր մարդու ապաշխարության խորհուրդն է գրված։ Մենք ինքներս էլ դուք լավ գիտեք, աշխարհի վրա ապրելով, ամեն մեկս տարբեր տեղերից են եկել, այս կյանքի մեջ, երբ որ Տիրոջ լույսը հասել է մեզ, եւ մենք Աստծուն ենք դարձել, մեր բոլորիս կյանքը նման է այս անարակ որդու կյանքին, սիրելի Աստծո ժողովուրդ, բայց իմ խոսքը ավելի շատ ուղղված է ոչ թե հին հոգիներին, ոչ թե նրանց, ովքեր որ երկար տարիներ Տիրոջը ճանաչում են, այլ ավելի շատ ուղղված է այն նորահոգուն, այն մի քանի ամիս, մի քանի օր եկողին, ով դեռ իր սրտի մեջ տատանումներ ունի եւ ով իր սրտի մեջ դեռ այսպիսի հանդիպում չի վայելել Տիրոջից, սիրելի Աստծո ժողովուրդ, դուք լավ գիտեք, որ աշխարհի վրա ոչ հաց կա եւ ոչ էլ ջուր, եւ ինչքան մարդ ադամական իր օրվանից փնտրել այդ հացն ու ջուրը, ոչ նրան տվել են, ոչ էլ նրան տալու են, որովհետեւ այս աշխարհը ինքը մեռած լինելով, ինքը իր մեջ փչացած եւ այսպես ասած անկենթան լինելով, որից է մարդու կյանք չի տվել, եւ մինչեւ մեզ բացվել է երկար ժամանակում, մենք Աստծուն փառավորել ենք եւ օրհնել ենք, եւ Հիսուսը այս առակը բերելով այն նորահոգու համար է խոսում, ով երկար ժամանակ իր ծնված օրվանից Տիրոջը դեռ չէր հանդիպել եւ չգիտեր ով է հայրը նրա համար, սիրելի Աստծո ժողովուրդ, ու շատ մանրամասն Հիսուսը ասում է անարակ որդու վերադարձը ինչպես է կատարվել, ինչպես կարդացի եւ ինչպիսի ընդունելություն է լինում հոր կողմից այդ մարդու համար, սիրելի Աստծո ժողովուրդ, եւ գրված է այսպիսի խոսքեր, շարունակությունը չեմ կարդում, որ նա ինքզինքի գալով որոշում կայացրեց դառը հոգնած սրտի մեջ լինելով, այս կյանքի ապականությունը տեսնելով, երբ որ անարակ որդուն բացվեց ամբողջ աշխարհի փուչ լինելը, նա մի հատ որոշում կայացրեց, վեր կենամ ու գնամ իմ հոր մոտ։ Էսի այն վարքյաններն են, երբ որ դու աղոթքի ժամանակ ասում ես Հիսուս, այս աշխարհի վրա ամեն բան փորձեցի, բայց ոչ մի բան իմ կյանքը չլցրեց, ես ուզում եմ գամ դեպի քեզ, եւ Տերն էլ գրկաբաց սպասում է քեզ, եւ շարունակության մեջ գրված է մի բան, եւ ինքն իրան գալով ասեց. քանի վարձկաններ ունի իմ հայրը հացով լցված։ Սիրելի Աստծո ժողովուրդ, անարակ որդին երբ որ վերադարձավ հոր մոտ, նա այդ հացն էլ տեսավ եւ այդ կշտությունն էլ ապրեց, ինչպես գրված է, բայց մի բանի վրա եմ ուզում կանգնել, անարակ որդու կյանքի մեջ այն աստիճան խոնարհություն, այն աստիճան ցածրանալ կար, որ ասեց. ոչ թե գնամ նրան որդի դառնամ, ոչ թե գնամ նրա ծառաներից մեկը լինեմ, այլ նրա վարձկանների մեկի պես ինձ անի հերիք է։
Սիրելի Աստծո ժողովուրդ, սիրելի քույրիկ եւ եղբայր, երբ որ Տերը առաջի անգամ մեզ կպնում է, առաջի բանը, որ մենք ուզում ենք, լինենք Հիսուսի հետ, կապ չունի որտեղ կլինենք, բայց լինենք Հիսուսի հետ։ Եվ մենք համաձայնվում ենք թեկուզ վարձկանների մեկի պես, բայց Երանի Հիսուսը մեզի ընդունի։ Եվ շարունակության մեջ մի բան է ասում, որոշումը եկել է նրան, որ ասում է վեր գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ, հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջին, անառակ որդու խոստովանությունը։ Եվ այն կետի վրա եմ ուզում կանգնել, ինչի վրա որ ուզում եմ խոսել, եւ անառակ որդին, հոր կրծեր որդին խոստովանություն արեց, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջին։ Բոլորս մտածում ենք, թե Աստծուն կհավատանք եւ վերջ, Աստծուն կդավանենք եւ վերջ, Աստծուն կպաշտենք եւ վերջ, բայց հետարքի մի բան է կատարվում, երբ որ դու դառնում ես դեպի Տերը, քո սրտի մեջ երբ որ Հիսուսը այցի է գալի եւ ինքզինքի ես գալի դեպի Աստծուն դառնալու, մի բան է բացվում երկնքից գերբնական զղջման եւ խոստովանության ցանկություն, եւ դու ուզում ես քո մեղքերը պատմել, ուզում ես քո բոլոր արածները իլուր աշխարհի տարածել, որովհետեւ դա անում է Աստծո սերը, եւ անառակ որդու սրտի մեջ է սերը բորբոքված, այն հիշողությունը, որ հոր հանդեպ ունեցել էր ժամանակին, նա որոշեց խոստովանություն անել։ Սիրելի քույրիկ եւ եղբայր, երբ որ մենք խոսում ենք շատ անգամ Հայաստանում, ասում է մեղանչել նշանակում է ապաշխարել, չէ, ասում եմ մեղանչել ապաշխարելը չի, մեղանչել նշանակում է զղջալ մեղքերի համար, զղջալ, կներեք, մեղանչել նշանակում է մեղք գործել եւ ապաշխարել, երբ որ դու կզղջաս մեղքերի համար եւ կզղջաս այն արարքների համար, որ դու ժամանակին որտեղ որեղ է մեղանչել ես։ Եվ անառակ որդուն երկու խոստովանություն արեց։ Առաջի խոստովանությունը սա էր. հայր, ես մեղանչել եմ երկնքի դեմ։ Առաջին բան, ես մեղանչել եմ երկնքի դեմ։ Ինչ էր սա նշանակում, որ երբ որ ես քեզանից գնացի են ստացվածքներից տվեցիր, Էդի ես այնպես եմ ծախսել իմ կյանքի համար մեղքի կյանքով, շռալույցան մեղքի մեջ, եւ դրան ականատես ա եղել երկինքը, եւ ես առաջին բան, որ մեղանչել եմ երկնքի դեմ եմ մեղանչել, եւ ամեն բան երկինքը տեսել ա։ Մարդիկ մտածում են ինչպես կուզենան կապրեն այս աշխարհի վրա, եւ որ իցեն մեկը նրանց չի նկատում, բայց յուրաքանչյուրից երկինքը նկատում ա, եւ մենք ինչ անում ենք երկնքի առաջ ենք անում։ Եվ անառակ որդին ասում է մի բան, ես հայր, առաջի բանը, որ մեղանչել եմ երկնքի դեմ։ Դրա համար յուրաքանչյուր Աստծուն դառնող նորահոգին, այս խոսքերը իր սրտի մեջ սրտանց ասում է, ես մեղքեր եմ գործել, եւ դա արել եմ երկնքի առաջ, եւ երկրորդ բանը, որը ամենակարևոր խոստովանությունն է, Եսի մեղքեր չէր, բայց սա էր մեղք, սիրելի Աստծո ժողովուրդ, սա էր, ես նաեւ մեղանչել եմ քո առաջին հայր։ Եվ որն էր այդ մեղանչումը, որ ես քո տանը ապրում էի, դու ինձ ստեղծել էիր քո համար, դու ինձ քո պատկերով էիր ստեղծել, եւ Էդեմական պարտեզում ամեն օրվա հով ժամանակին դու գալիս էիր ինձ հետ հանդիպման, սակայն ես չուզեցի քո հետ ապրել եւ թողեցի գնացի հեռու երկիրը, անապատները, փշերի մեջ, դառը կյանքի մեջ։ Ես իմ առաջի անգամ իմ որդուն իմ ձեռքերի մեջ մեռած ընդունեցի իմ կայեն որդուն, դրանից հետո ես Բաբելոն սարքեցի քո առաջ, որից հետո շատ կուրքեր ունեցա, եւ ես այդ ամեն բանն արել եմ, որտեղ մեղանչել եմ քու դեմ, եւ ես քեզ եմ թողել Հիսուս։ Սիրելի Աստծո ժողովուրդ, իմ կյանքի մեջ երբ որ ես սկսեցի ապաշխարել, ես լացում էի իմ մեղքերի համար եւ Տերը ներեց դրանց համար ինձ։ Հետո կարճ ժամանակ հետո ես սկսեցի լացել նաեւ նրա համար, ինչի եմ ես 17 տարի առանց քեզ ապրել Հիսուս, 17 տարի առանց քո սիրո, եւ ես տեսա, որ ես ժամանակին իր երեսից փախած եւ ապստամբ եմ եղել եւ Տիրոջը ներողություն խնդրեցի, կներես ինձ Տեր Աստված, որ առանց քեզ եմ ապրել, ու անառակ որդին որոշեց եւ ասեց եւ հայրը նրան գրկեց։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այս երկու խոստովանությունը խիստ անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու համար։ Եվ ես ձեզ ասեմ, այս խոստովանությունը սովորեցնելու չի, այս խոստովանությունը գալիս է Աստծո սիրուց բխած։ Եվ երբ որ դու եւ ես մոտենում ենք Տիրոջը, այս խոստովանությունը առաջանում է մեր սրտերի մեջ։ Այո, մենք երկար տարիներ այս կյանքի վրա ապրել ենք առանց Հիսուսի սիրուց։ Որբ ենք եղել, մեր սրտերը չի ուրախացել, մեր հոգիները կարոտ է մնացել, բայց եւ որ Քրիստոսի մասին հիշողությունն է մեր վրա եկել, մենք ինքզինքի ենք եկել եւ ասել ենք ուր պիտի եթանք, պիտի գանք դեպի քեզ։ Այն գեղեցիկ օրը հիշենք, երբ որ Պետրոսը նավը վերցրած գնում էր ձուկ բռնելու, ոչինչ չէր բռնի ամբողջ գիշեր,
որտեվ չուներ ոչինչ բռնելու։ Հիսուսը նրա նավի մեջ մի բան ասեց. Պետրոս, ուր կանը ծովի աջ կողմը գցի, եւ գրված է շատ ձկներ բռնեցին, եւ Պետրոսը նրան ասեց. ինձանից հեռու գնա, որտեվ ես մեղավոր մարդ եմ։ Ինչու սա ասեց, նա տեսավ, որ մեղանչել է ոչ միայն երկնքի դեմ, այլ մեղանչել է հոր դեմ, եւ Հիսուսը եկել է, որ իրան կպցնի, Հիսուսը Պետրոսին կպցնի հոր հետ, եւ այդ բանը կատարվեց։ Փառք Տիրոջը։ Մեր մեղքը նաև սա է եղել, որ մենք հորը թողած ապրել ենք այս աշխարհում, ինչ-ինչ տեղեր ենք ձեռքներս երկարացրել, մարդկա ինչ-ինչ որ սպասելիքներ ենք ունեցել, բոլորը մեզի հարստահարել են եւ մեզ թողել են մենակ, բայց Քրիստոս ժամանակին կանգնեց մեր կողքը եւ գրված անցա քո կողքով եւ քեզ ասեցի ապրիր։ Այսօր նորահոգու վերադարձի օրն է եւ այսօր այն գեղեցիկ օրն է քո համար, որ Հիսուսը քեզ գրկի, համբյուրի, պատմուճան հագցնի եւ մատանին դնելով քո վրա ասի մսացու ես եմ մորթե քո համար, պիտի ուրախանաս դու մեզ հետ եւ ամբողջ երկինքն էլ քո հետ։ Օրհնյալ է Տեր Հիսուսի անունը։ Ես մի բան եմ ուզում պատմել եւ վերջացնել խոսքը։ Մի տարածքում մի ձեր եղբայր է լինում եւ հովիվը երբ որ քարոզում է, այս ձեր եղբայրը բոլոր քարոզների ժամանակ տեղից վերակենում եւ ասում է. «Փառք Տիրոջը, օրհնյալ է Հիսուսը»։ Եվ այս եղբայրը հովիվը որոշում է, ասում է սա այսպես ձև անում եւ անընդհատ ուզում է իրան ցույց տա, որպեսի աչքի ընկնի։ Ասում է մի օր գամ պաշտամունքի եւ Կիրակի օրը ես անկապ բան կասեմ, տեսնեմ այս եղբայրը այդպես կասի եւ գալիս ասում է սիրի Աստծո ժողովուրդ, Խաղաղ օվկիանոսի խորությունը 2 կիլոմետր է։ Այս եղբայրը տեղից ելնում ասում է օրհնյալ է Տերը։ Ասում է ինչու ես կանգնի ոտքի եղբայր, դրա մեջ ինչ կա Աստծուն օրհնելու, Խաղաղ օվկիանոսը ուր, 2 կիլոմետր ուր, Աստված ուրը թե։ Ասում է գիտես եղբայր, ես երբ որ ապաշխարեցի, Աստված իմ բոլոր մեղքերը ծովի անդունդը գցեց, իմ մեղքերը 2 կիլոմետր խորն են։ Եվ ես հովիվը ամանչում ասում է կներես ինձ, փաստորեն ամեն անգամ դու ապրել ես դա։ Այո սիրելի Աստծո ժողովուրդ, անարակ որդու վրա եկած պատմուճանից այն կողմ Քրիստոսը նրան նայեց որպես իր որդի, բայց նա խոստովանություն արեց. առանց Հիսուսի մենք ապրել ենք, բայց եկել է ժամանակը, որ դա ավարտվի, որ վերջանա այդ օրերը սիրներ, եւ մենք այստեղից ուրախ եթանք, թեթև եթանք, մեր հին շորերը թողենք, այն խոզարածների շորերը թողել այստեղ եւ Քրիստոսի պատմուճանը այսպես վրեքներս հագած, մեր մերկությունը ծածկված եւ մեր երեսի ամոթը մեզանից մի կողմ գծված, որ մենք ասենք Տեր, դու մեզի ընդունեցիր, ոչ թե ընդունեցիր որպես վարձկանի պես, այլ որպես որդի։ Ամեն։ Երկով փառավորենք Տիրոջը։